Ես ողջունում եմ մեր լսարանին, այսօր կրկին հանդիպել ենք մեր լավ բարեկամ Ռոբերտ Ղևոնդյանին, բարև Ռոբերտ։ Բարև ձեզ։ Այսօր շատ խորհրդանշական օր է, ամսի 21-ն է, 9 տարի առաջ սկսվեց մեր արժանապատվության հեղափոխությունը Ուկրաինայում, որից հետո եղան շատ տեկտոնիկ, կարելի ասել, քաղաքական իրադարձություններ, պատերազմ, օկուպացիա Ուկրաինայի որոշ տարածքների։ Հիմա մենք այդ ամեն ինչին, որ հետադարձ հայացքով նայում ենք, հասկանում ենք, որ ճիշտ է մեր ճանապարհը շատ դժվար է, բայց սա վերջնականապես այդ գաղութացված իրավիճակից դուրս գալու եւ ազատ ապրելու մեր հնարավորությունն է։ Դժվար է, զոհեր կան, ավերածություններ կան, բայց մենք միևնույն է շարժվում ենք առաջ դեպի մեր երեխաների եւ թոռների պայծառ ապագայի համար մի քիչ պաթոսային հնչեց, բայց օրն է այդպեսին, խնդրում եմ ներող։ Սկսենք այս հարցից, ինչպես է երևում այս ամենը Երևանից, ինչպես էր նայվում այն ժամանակ 9 տարի առաջ եւ ինչպես է ընկալվում այսօր։ Բավական վախով էր 9 տարի առաջ նայվում, հատկապես նրանից հետո, որ այս վերջին փուլում Հայաստանը փաստացի դուրս եկավ Եվրամիության հետ ասոցիացիան համաձայնագրի կնքելու պայմանավորվածությունից եւ կարծես թե Ուկրաինան էլ հետը դուրս եկավ, Հայաստանը եւ Ուկրաինան կարծես միասին դուրս եկան։ Շատերիս մոտ դա բավական լուրջ վախ առաջացրեց, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի կլանումը եթե հնարավոր դառնա, ապա Հայաստանը այստեղ շանս չի ունենա։ Այդ ժամանակ իհարկե մենք ունեինք նաև Արցախի խնդիր, Արցախի հետ կապված անհանգստություններ եւ Հայաստանի այն ժամանակվա իշխանությունը բոլորիս համոզում էր, որ սա միակ ճանապարհն է Արցախը այս փուլում պահելու, ինչը իհարկե հետո պարզեց, որ սուտ էր, ակնհայտորեն ստում էր Հայաստանի այդ ժամանակվա իշխանությունը, ընդհանրապես 3 տարի հետո պատերազմ տեղի ունեցավ, գիտենք, բայց վախով էինք նայում Ուկրաինային, վախով էինք նայում նրան, ինչ Յանուկովիչը ցանկանում էր անել Ուկրաինայի հետ եւ բավական մեծ այսպես թեթևություն առաջացավ, երբ այսօրը 9 տարի առաջ մենք ականատես եղանք, որ ժողովուրդը դուրս եկավ այս փողոց եւ ցանկանում է թույլ չտալ Ռուսաստանի կողմից կլանում եւ այն ինչ տեղի ունեցավ Հայաստանի հետ, գոնե Ուկրաինայի հետ տեղի չունենա, որովհետեւ հասկանում էինք, շատերս իհարկե հասկանում էինք, որ Ուկրաինայում արգելակումը որոշ չափով կարգելակի նաեւ գործընթացները Հայաստանի հետ, ինչն էլ հետագայում տեղի ունեցավ, հետագայում ճիշտ է Հայաստանը դարձավ այդ Եվրասիական տնտեսական միության անդամ եւ միջև այսօր դրա պտուղները ճակերտավոր քաղաքում ենք, բայց մյուս կողմից մյուս ոլորտերում, մյուս ուղղություններում կլանումը կարծես թե շատ դանդաղ եղավ կամ որոշ դեպքերում ընդհանրապես չեղավ, որոշ դեպքերում եղավ, ինչպես օրինակ համատեղ օպիա օգտագործումը, որը մեզ շատ փորձանքներ բերեց պատերազմների ժամանակ, եւ դրա հիմնական պատճառներից մեկը հենց այն էր, որ 9 տարի առաջ այսօրը դուք դուրս եկաք փողոց եւ թույլ չտվեցիք Ռուսաստանին ազատորեն թևերը տարածել նաեւ այս կողմի վրա։ Այսօր երևում է, որ այսօրվա արդեն իրականություն եթե գանք, ճիշտն ասած փոքր ինչ անհանգստությամբ ենք նորից հետևում, կախված նրանից, որ օրինակ Զելենսկին երեք ասաց, որ չի ստացվի շուտ ավարտել պատերազմը, նաեւ Զալուժնիի հայտարարությունները, որոնք որոշակի մտահոգություն են առաջ բերում եւ նաեւ ռուսական կողմի իհարկե այստեղ շատ են նաեւ ռուսական լրատվականների ազդեցությունը շատ է ռուսական կողմի վճռականությունը, այսպես ասենք, միջև վերջ գնալու, իհարկե այդ վերջը կարող է լինել իրենց վերջը, բայց միջև վերջ գնալու այդ այսպես կոչված վճռականությունը անհանգստություններ է առաջ բերում եւ ճիշտ ասած մենք ցանկանում ենք շուտ ավարտվի մեր Հայաստանի շարիցերով ցանկանում որ շուտ ավարտվի այս ամեն ինչը, բայց որևէ դեպքում չենք ցանկանում որպեսզի Ռուսաստանի պայմաններով ավարտվի, որովհետեւ դա կնշանակի այն ինչ որ 9 տարի առաջ անհանգստանում էինք, դա կնշանակի Ռուսաստանի թևերը ազատել եւ հնարավորություն տալ մեծացնելու ազդեցությունը մեր տարածաշրջանում եւ կոնկրետ մեզ վրա, Հայաստանի վրա, ինչը միայն խնդիրներ կարող է ստեղծել մեզ համար։ Իմջալոց լավ է որ հիշեցրիր այդ հայտարարությունների մասին, մեր լսարանին ասեմ, որտեղ էլի հարցեր էին եղել անձնական։ Ուրեմն տեսեք, այս հայտարարությունները եւ Զելենսկու եւ մեր գլխավոր հրամանատարի բանակի ղեկավարի, այս ամենը ունեն մի քանի նպատակ։ Մենք այս փուլում ունենք վերագնահատելու կարիք մեր
իրավիճակի, մենք պետք է հասկանանք ինչ է կատարվում, ինչ փուլում ենք եւ ինչ է մեզ սպասվում, ինչն ենք կարող անել այսօր, ինչը պետք է թողնենք վաղվան։ Մենք պետք է այնպես հաղթենք, որպեսզի հաղթանակը տոնողներ լինեն։ Մենք չենք կարող Ռուսաստանի պես մեր եղած չեղածը գցել պատերազմի բոցի մեջ։ Մեր հայ լսարանին ասեմ, որ եթե վերհիշենք իրավիճակը մինչև լայնածավալ հարձակումը, օկուպացիայի տակ էին Ղրիմը, Դոնեցկի եւ Լուգանսկի մարզի որոշ հատվածներ, դրանից հետո նրանք բավականին առաջ եկան, լայնածավալ հասել էին Կիևի մատույցներ, մի քանի ջոկատներ նույնիսկ մտել էին Արվարձաններ Կիևի եւ Խարկովի մոտ էին, շատ մոտ էին, գրավել էին Խերսոնի մարզկենտրոնը, գրեթե փակվել էր Սևծովը, գրեթե որն է փակվել էր։ Ուկրաինայի նավահանգիստները ամբողջությամբ փակված էին։ Ինչ կատարվեց, ուկրաինական զորքը ետ մղեց ռուսական ագրեսորներին հյուսիսից, արևելքում Խարկովի մարզը գրեթե ամբողջությամբ ազատագրվել է, այնտեղ մի 4 գյուղի պատմություն է, որը որ հետագայում կլուծվի, դա կապված է նաև Լուգանսկի մարզի ազատագրման հետ։ Արևելքում մենք տեսանք, որ չստացվեց ռուսներին գրոհը ավելի զարգացնել, քան կար իրավիճակը դեռ որոշ հատվածներում ուկրաինական զորքը ավելի է մոտեցել Դոնեցկին, ասեմ, որ Դոնեցկի կենտրոնից եւ ուկրաինական դիրքերից, որտեղից որ մենք հնարավորություն ունենք հարվածելու 10-11 կիլոմետր է, որը որ ռուսներին շատ անհանգստացնում, Էրսոնի մարզկենտրոնը ազատագրելու եւ Աչափը ամբողջությամբ ագրեսորից մաքրելու գործը շատ կարևոր էր, որովհետև դա մարզկենտրոն է, այնտեղ մարդիկ են ապրում, ազատագրվել է Սևծովի հյուսիս-արևմտյան մասը եւ արդեն Ռուսաստանի հետ ինչ որ պայմանավորվածություններ թեկուզ երրորդ երկրների միջոցով մեզ պետք չէ, որպեսզի մեր ապրանքները կարողանանք արտահանել։ Սա երկրի պատերազմական վիճակում ապրելու եւ զարգանալու հնարավորություն է տալիս։ Կան տպավորություն, երբ որ ասենք հայտարարությունները արվում են, որ հարվածներ հասցվեցին այս կամ այն ինֆրաստրուկտուրային, դա այնպես չէ, որ ասենք հետխորհրդարանային Հայաստանը ժամանակին չկարողացավ վերականգնել աղետի գոտին, չէ, դա տարիներով այդպես չի տևում։ Երբ որ հարվածները հասցվում են, դա 1 ամսվա, 1.5 ամսվա ընթացքում ամենաշատը վերականգնվում է, որովհետև եթե չվերականգնվեր, միայն անցած տարի 400 էներգետիկ օբյեկտ էր խոցվել, եթե չեմ սխալվում, եթե սխալվում եմ ուղղեք մեկնաբանություններում, կարծեմ այդքան էր թիվը, օրերս նայեցի, այդ ամենը վերականգնվել է եւ նորից էներգետիկ օբյեկտները իրենց գեներացիան կատարում են, ապահովում են ջերմությամբ, տաք ջրով եւ լույսով Ուկրաինայի բնակչությանը, այսինքն մենք ունենք պատերազմական իրավիճակին ադապտացվելու խնդիր, մենք հասկանում ենք, որ դեռ այդ ցամաքային մասը, որը իմիջիայլոց արդեն մեր կրակի վերահսկողության տակ է, բայց հողի վրա դեռ նրանք են, Թշնամին է, Ղրիմից մինչև Դոնեցկի մարզ, սա այն փոքր մասն է մնացել, որը որ պետք է ազատագրվի փետրվարի 24-ից հետո այս կողմ, բայց Ուկրաինան իր առաջադրանք է դրել եւ դա ուկրաինացի ժողովրդի ցանկությունն է եւ իշխանությունները դա իրականացնում են ամբողջությամբ ազատագրել Ուկրաինայի տարածքը։ Մենք գիտենք, քանի որ Ռուսաստանում այս ռեժիմը կա, եթե նույնիսկ վաղը մենք դուրս գայինք սահմանի վրա, պատերազմը չէր ավարտվել։ Քանի որ Ուկրաինան չի խախտելու սահմանը, չի անցնելու Ռուսաստանի տարածք, պատերազմը այդ վիճակով կարող է շարունակվել շատ երկար։ Հիմա այս process-ը պարզապես մինչև փետրվարի 24-ը եղած իրավիճակի մի քիչ ավելի, այսպես ասած, ադապտացված ազատագրման ծրագրով է գնալու մեր ուժերի, մեր եղած հնարավորությունների, մեր պատրաստվածության հնարավորությամբ։ Այսինքն այսօր մենք հնարավորություն ունենք այն ուժերը, որպեսզի ազատագրենք այդ տարածքները, բայց ինչ կլինի վաղը, ինչ նոր մոբիլիզացիա կանի Ռուսաստանը եւ ինչ ուժեր կնետի մեր դեմ, մենք այդքան մարդկային ռեսուրս չունենք, չնայած 1-ին 7, 1-ին 8 հարաբերականությունը, որ ռուսական կողմի զոհերը շատ են, բայց ամեն կյանք ուկրաինական կողմից շատ է գնահատում, ինչպես եւ Հայաստանում շատ լավ ծանոթ են, ցանկացած ժողովրդավարական երկրում մարդու կյանքը արժեք ունի։ Դրա համար մենք պետք է մի քիչ իրավիճակին համապատասխան մենք իհարկե ցանկանում ենք, որ արագ այսօր ավարտվի, վաղը ավարտվի, բայց իրականությունն այնպիսին է, որ մեր ոսոխը միջուկային տիրությունն է, որտեղ որ ոչ adekvat ռեժիմ է իշխանության եւ մենք պետք է դրա հետ հաշվի նստելով մեր շահերը այնպես առաջ տանենք, որպեսզի
նրանց սրտով չլինի։ Միևնույն է, հաղթանակը մերն է, արդեն պարզ է, որ Ռուսաստանը պարտվել է։ Պարզապես պետք է հաղթանակը վերջնականապես ավարտել եւ Ռուսաստանը որպեսզի ընդունի նոր իրականությունը։ Մի քիչ երկար ստացվեց, բայց քանի որ հարցերը շատ մի այսպեսի ամփոփում կամ մոտեցում ասեմ, Հայաստանում երկու մասի են բաժանվում վերլուծաբանները այս հարցի շուրջ, թե ինչ կլինի շատ մոտ ապագայում պատերազմի հետ կապված, երկուսն էլ կապում են իրադարձությունները Ամերիկայի Միացյալ Նահանգներում ընտրությունների հետ ու նաև ձեզ մոտ Ուկրաինայում ընտրությունների հետ։ Առաջին խումբը ասում է, որ քանի որ ընտրություններ են գալու, դեռևս ժամանակավոր դադար կլինի, օրինակ կապված F-16-երի հետ, դժվար թե մինչև մյուս տարի, մինչև Բայդենի վերընտրվելը այդ F-16-երը տրամադրվեն օդային գերակայություն ունենա Ուկրաինա եւ այլն, այսինքն ժամանակավոր դադար 1 տարի, երբ կգնա պասիվ պատերազմ, ռեսուրսների մաշում եւ այլն, եւ ընտրություններից հետո նոր պարզ կլինի որոնությամբ շարունակվում։ Մյուս խումբը ասում են ընդհակառակը, ընտրություններից առաջ Միացյալ Նահանգները կոնկրետ Բայդենը կցանկանան, որպեսզի որոշակի հաջողություններ արձանագրեն, որպեսզի դա իր վարկանիշը բարձրացնի ու ինքը կարողանա վերընտրվելու հետ կապված ինչ-որ հարցեր լուծել, դրա համար շատ ավելի շուտ հենց փետրվարի վերջին, ձմռան վերջին կարողանա սկզբին կտրամադրվեն օրինակ F-16-երը տարբեր երկրներից, իհարկե ոչ միանգամից Միացյալ Նահանգներից, նաև Ուկրաինային էլի օգնություն կտրամադրվի, որպեսզի Ուկրաինան մեծ հաջողություն արձանագրի, եթե հնարավոր է նաև դուրս գա Ռուսաստանի սահմաններ մինչև ընտրությունները Միացյալ Նահանգներում, այսինքն երկուսն էլ կապում են ընտրությունների հետ։ Ձեզ մոտ ո՞նց է այդ հետ կապված կարծիք։ Իրենց ինչ տպավորություններ իմ մոտ երկուսն էլ առնչություն ունեն ռուսական ռոպագանդայի հետ, քանի որ Հայաստանում ուղակի եւ ոչ ուղակի դեռ ռուսական ռոպագանդան կա։ Երկուսն էլ, ասենք, հիմքեր ունեն այդպես մտածելու։ Սկսենք Ամերիկայի օգնությունից, ամերիկյան քաղաքականությունից։ Այն իրավիճակը, որը որ այսօր ունենք մեր ամերիկյան գործընկերների հետ, մենք դեռ անցյալ տարի մայիսին, դրա մասին խոսում ենք մեր վերլուծական դաշտում, փորձագետներ, որոնց դու լավ ծանոթ ես, մենք գիտեինք ինչ է կատարվելու եւ պետք է նախապատրաստվել։ Ուկրաինան ձեռքերը ցալած չէր նստել, այսինքն տես ինչ տարբերակներ կան։ Կամ ամերիկան ֆինանսական միջոցներ է հատկացնում եւ իր ունեցած զենքն է մեզ մատակարարում, կամ ասենք այդ զենքը այլ գործընկերների կամ Ուկրաինայի արտադրության են լինում եւ կարեւորը որ ասենք պատերազմը շարունակելու հնարավորություն լինի, մեր երկիրը ազատագրելու հնարավորություն լինի։ Այսինքն աշխատում են բոլոր մեխանիզմները։ Տես, օրինակ հանրապետականները մի կողմից խոսում են, որ պետք է աջակցել Ուկրաինային, մյուս կողմից նրանք չեն ուզում, որ Ուկրաինայի հաղթանակը, նրանք այդպես են մեկնաբանում, որ Բայդենի օգտին կլինի, իրենք կուզեին, որ իրենց օգտին լիներ։ Սա արդեն իրենց մեր գործընկերների ներքին քաղաքական հարցերն են եւ պետք է իրավիճակը այնպես հանգուցալուծել, որպեսզի մեր շահերը, Ուկրաինայի շահերը ոչ մի կերպ ետին պլան չմղվի եւ մենք կարողանանք դինամիկ առաջ շարժվել։ Օրինակ մեր հայերի ընկալմամբ, քանի որ ցավոք սրտի մենք արդեն բազում դարեր զրկվել ենք ծովից եւ մտածելակերպը զուտ հողային է։ Քարտեզները նայելով մարդիկ հիմնականում, ասենք, նայում են ցամաքի տարածքում առաջխաղացումների, բայց շատ կարևոր է նաև ծովում առաջխաղացումը, որ կա ծովային տարածքի ազատագրում, որը որ ընդհանրապես փակել էին բլոկադայի, Հայաստանին դա ծանոթ է, ծովը ամբողջությամբ բլոկադայի էր ենթարկվել։ Ուկրաինան երկու երթուղի ստեղծեց, մեկը սկզբից դեռ չէր ամբողջությամբ ազատագրվել հյուսիսարևմտյան մասը Սևծովի, դա Դանուբի հունը օգտագործելով մեր նավերը կամ Ուկրաինայի եկող նավերը գալիս էին ռումինական ջրերով, հետո Դանուբով մտնում էին ուկրաինական նավահանգիստներ, բայց շատ վտանգավոր էր։ Ուկրաինան որոշ քայլեր ձեռնարկելով ազատագրելով հյուսիսարևմտյան հատվածը Սևծովի, ապահովեց իր գրեթե անվտանգ, այսպես ասենք, Ռուսաստանը միևնույնը փորձելու է, բայց հիմա Ուկրաինայի ամբողջ տարածքն է այսպեսին պատերազմ է, այսինքն չկա այնպիսի տարածք, որ ասենք ամբողջությամբ անվտանգ է, բայց գործունեությունը կար, այսինքն նավերը գալիս են գնում են, առևտուրը կատարվում է, ինչու պետք է վաճառվում է, ինչու պետք է ներմուծվում է, սա շատ կարևոր էր, որ այսինքն այն հետևանքները, որ Ռուսաստանը ստեղծել էր պատերազմի սկզբին, գրեթե զրոյացվել են։ Հիմա մենք ունենք ինչ իրավիճակ, Ռուսաստանն է ստիպված իր նավատորմը տանում
դեպի այլ նավահանգիստներ, որտեղից որ չունի են հնարավորությունները, ինչը որ կար Ղրիմում Ուկրաինային հարվածներ հասցնելու։ Տես, ինչ կլինի, ինչպես կլինի։ Ցանկացած տարբերակի համար կա իր եւ տակտիկական եւ ստրատեգիական մշակված քայլերը, մենք գիտենք ուր ենք գնում, ինչպես են գնում եւ իրավիճակի որ փոփոխության դեպքում ինչպես ենք շարունակելու մեր գործը։ Սա շատ կարևոր է, մենք բազում անգամ մեր խոսքի մեջ, մեր հարցազրույցներում, իմ եթերներում անդրադարձել ենք այդ թեմային, որ նույնը ցանկանում ենք, որպեսզի հայկական կողմը անի, դիվերսիֆիկացնի իր անվտանգությունը եւ տարբեր սցենարների համար ունենա տարբեր տարբերակներ, հնարավորություններ իր անվտանգությունը պաշտպանելու համար։ Իմիջիայլոց օրերս Միխայել Պոդոլյակի հետ հարցազրույցի ժամանակ ես նորից արդեն մեկ անգամ չէր որ հարցնում էի այդ հարցը տարբեր փորձագետների, այս անգամ հնարավորություններ ընձեռնվել Պոդոլյակի կարծիքն իմանալու, նա նույնպես ասաց, որ Զելենսկուի ինիցիատիվան Բալտիկ ծովից մինչև Սև ծով անվտանգության գոտի ստեղծելու ինիցիատիվային հնարավորություն կա, որպեսզի Հայաստանն էլ միանա, դրա համար պարզապես պետք է աշխատանք տարվի, համապատասխան եղած խնդիրները լուծել, դա բոլորին է ձեռնտու։ Այնպես չէ, որ ինչ որ մեկը Հայաստանի լավություն է անում, սա բոլորին ձեռնտու է։ Ու բոլոր, այսպես ասած, ինիցիատիվաները դրանք երկկողմանի են։ Չկա, ասենք, այն մոտեցումը, որ Ռուսաստանը ուզում էր իր շահերը ամրապնդելու համար, ասենք, ռազմաբազա տեղակայել, հայեր մտածում էին, թե իրենց համար է, բայց իրականում հայերի դեմ էր։ Նույնն էլ Արցախում նրանց այդ դիսլոկացիան։ Ինչ եմ ուզում ասեմ, հիմա պատերազմը ավելի քաղաքականացված է ոչ միայն Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ոչ միայն, ասենք, նախագահական ընտրությունների հետ կապված, տարբեր մեր հարևան պետությունների, Հունգարիայում է շատ բարդ իրավիճակ, Սլովակիայում մենք տեսանք եկավ մի ղեկավար, որը նույնպես պոպուլիստ, կիսապոպուլիստ իրավիճակ է, դեռ սկզբից ասում էր, որ զենքի մատակարարում չի լինի, հետո պարզվեց որ կլինի, դա չի լինի, ինքը նկատի ուներ, որ անվճար չի լինի, բայց անվճարը իրենք արդեն տվել էին ինչ ունեին։ Մնացել է վճարովին, Ուկրաինան վճարում է զենքի համար, այնպես որ ցանկացած տարբերակ լուծում ունի, պարզապես պետք է աշխատել, իմանալով այն մարդիկ, ովքեր մտածում են, որ ասենք ամենավատ սցենարով, հա, որ Տրամպի հետ գալը, որը որ մենք տեսել ենք Տրամպի նախագահության օրոք, ինչ իրավիճակ էր եւ Ուկրաինայում եւ Հայաստանում, հենց Արցախի կորուստը սկսվեց։ Ես ինձ չի ուզենա ասել կորուստ, երևի ժամանակավոր, հա, այդ իրավիճակը սկսվեց հենց Տրամպի օրոք։ Տեսեք, փոխվում են բոլոր երկրները, փոխվում է նաև Ռուսաստանը, ագրեսոր Ռուսաստանը, նա զրկվում է իր հնարավորություններից եւ ամեն օր պատերազմը շատ թանկ է նստում նրանց վրա։ Նրանք նույնիսկ փորձում են իրենց ռեսուրսները վերականգնել, նոր հրթիռներ արտադրել, չի ստացվում։ Հնարավորություն չկա երկար պատերազմելու Ռուսաստանին։ Շատ թե քիչ, ասենք, նորմալ, եթե իրենց տեսակետից ասենք 1 տարվա 1.5 տարվա հնարավորություն ունեն, բայց այդ նորմալը գիտեք որն է, այն փետրվարի 24-ի հետ համեմատած, դա մոտ 20 անգամ ավելի նվազ հնարավորություններ են։ Այս ֆոնի վրա մենք ունենք անընդհատ մարզվող ուկրաինական բանակ, նորանոր տեխնոլոգիաներ, նոր արտադրություններ, բազմաթիվ անօդաչու սարքեր, որը որ ցույց տվեցին 5-րդ սերնդի պատերազմում իրենց դերը, Ուկրաինան մեծ արտադրություն է սկսած նմանօրինակ, ինչպես շահեդներն էին եւ մինչեւ ավելի շատ բարձր տեխնոլոգիապես հագեցած միջոցներ։ Մի խոսքով պետք է կարողանալ ապրել պատերազմական իրավիճակում։ Սա ամենակարևորն է, որպեսզի մեր ժողովուրդը, մեր ազգաբնակչությունը ճիշտ ընկալի իրավիճակը։ Եթե սկզբի օրերին մենք ունեինք մարդկանց բացատրելու կարիք, ինչը կատարվում եւ ինչպիսի տեսլական պետք է աչքի տակ ունենանք, հիմա մենք ապրում ենք նրանով, որ պետք է կարողանանք պատերազմական իրավիճակում պահպանել մեր երկիրը, մեր տնտեսությունը, հնարավորինս շարունակել, եթե կարելի է այդպես ասել, նորմալ կյանքի հունը եւ օրորի մոտեցնել հաղթանակը։ Ամենակարևորը դա մեր ժողովրդի տրամադրությունն է, որ մենք տեսնում ենք դա չի փոխվում, մարդիկ վստահ
ասում են, որ պետք է ազատագրվի բոլոր տարածքները։ Ինձ թվում է այսքանով բացատրեցինք իրավիճակը, կարելի է ասենք առանձին եթեր անել, բացատրել ինչպես ուկրաինական զորքերը Ծախապ Խերսոնի մարզի անցան, բայց հիմա այնպիսի իրավիճակ է ռազմական դաշտում, որ արդեն նման քայլերը կարծես թե այդքան էլ մեծ չեն երևում, դրանց համար առանձին եթերները ռազմական փորձագետների հետ են անում, որ քաղաքական վերլուծելու համար դրանք մի քիչ ուրիշ իմաստ են ստանում։ Ջան, որ ասացիր 1.5 տարի ու դա փաստացի համընկնում է այն հատվածի հետ, որ ես ասացի, ովքեր ասում են, որ պատերազմի ավարտին կարելի է սպասել Միացյալ Նահանգների ընտրություններից հետո։ Իսկ 1.5 տարին հենց դա է ստացվում, ստացվում է 25 թվականի գարուն, անմիջապես ընտրությունների ավարտից հետո ընտրությունների արդյունքը շատ բանով կանխորոշի թե ի վերջո ոնց կավարտվի պատերազմը, այսպես է ստացվում։ Այո, բայց ասացված կա, չէ, ասում են գայլից վախենաս անտառ չես գնա։ Մենք արդեն անտառում ենք եւ գայլերից վախենալը արդեն ուշ է։ Մենք պետք է այդ գայլերին որսալու եւ վնասազերծելու հնարավորություններ ստեղծենք։ Այնպես որ նստել վախենալ, որ ինչ կլինի նախագահական ընտրություններից հետո, մենք ունենք Եվրոմիության երկրներ, որտեղ որ նույնպես քաղաքական process-ներ են, նույնպես Ռուսաստանը փորձում է ներքին իր պահածոներով տրամադրություն փոխել, այնտեղ իշխանություն փոխել, այդ ամենը լինելու է պատերազմ է։ Մենք հիմա նստած ենք, ես բազում անգամ ասել եմ, կարող է կես ժամ հետո չլինել։ Պատերազմական իրականություն է։ Դրա համար ինչքան շատ անենք, ինչքան շատ տեղեկացնենք, այնքան լավ։ Վերադառնանք հայկական իրականությանը, մեր հայրենակիցներին իսկը հետաքրքիր է Էրդողանի հայտարարությունը, որ Հայաստանը պետք է փնտրի իր անվտանգությունը ոչ թե բազում կիլոմետր հեռու, այլ տարածաշրջանում։ Սա արձագանք է Հայաստանի այդ դիվերսիֆիկացիայի փորձերին անվտանգության։ Ինչու՞ չէ նաև խանդ, ինչու՞ չէ նաև Պուտինի այդ ոճով, չնայած հոգեվարքի մեջ են, բայց փորձում են ինչ-որ դեռ դիմակ պահել, ներկայանալ աշխարհին։ Ինչպես է դա անցալվում փորձագիտական դաշտում, հայ հանրությունում նկատվում է Հայաստանի դերի փոփոխությունը։ Հանրության մեջ բավական սուր է ընկալվում, ընդհանուր հանրության մեջ բավական սուր է ընկալվում Էրդողանի այդ հայտարարությունը, նաև այդ հայտարարության արձագանքները Բաքվում, որովհետև այսօր Բաքվում եւս եւ Հաջիևը եւ Ալիևը խոսել են դրա մասին, ասել են, որ Հայաստանի համար ճիշտ է տարածաշրջանը չթերագնահատել եւ տարածաշրջանային գործընթացներում փնտրել խաղաղությունը։ Հայաստանը պետք է հասկանա, որ խաղաղությունը Փարիզում կամ Վաշինգտոնում չէ, խաղաղությունը այստեղ է եւ մեզ հետ պետք է համագործակցի, եթե ցանկանում է խաղաղություն։ Սա ընդհանուր իհարկե մարտավարություն է, իսկ փորձագիտական դաշտը մի փոքր այլ կերպ է գնահատում, մի փոքր ավելի խորքային է նայում հարցին։ Առաջին հերթին անձամբ իմ կարծիքով Էրդողանի հայտարարությունը, այսպես ասենք, տուրք է ռուս-ադրբեջանական պայմանավորվածություններին, որովհետև խոշոր հաշվով 3 գումարած 2-ը Ռուսաստանին, Ադրբեջանին պետք է մի քանի կարգ ավելի շատ, քան օրինակ Թուրքիային, եւ Թուրքիան այստեղ ունի շահեր, որոնք կարելի է իրացնել, ինչու ոչ, եթե այդ 3 գումարած 2 ֆորմատը աշխատի եւ հնարավոր լինի նաեւ այդ համաձայնությունը հանդեպ Իրանի օգտագործել, որովհետեւ 3 գումարած 2-ում մենք տեսնում ենք, որ 3-ը եւ 3-ից 2-ը եւ 2-ից 1-ը, այսինքն Ռուսաստանը, Թուրքիան եւ Ադրբեջանը ակնհայտորեն ունեն ոչ միայն թվային առավելություն, այլև որակական առավելություն ունեն Հայաստանի նկատմամբ, բնականաբար նաև Իրանի նկատմամբ, որովհետև ընդհանուր ռուս-թուրքական ընդհանուր հարույթը Իրանի նկատմամբ եւս որոշակի առավելություն ունի եւ կարելի է ինչու՞ չէ դա օգտագործել։ Իրանի համար էլ բավական խնդիրներ կան արևմուտքի հետ կապված եւ Իրանը եւս փորձում է այսպես զգուշավորությամբ թույլ տալ արևմուտքի մասնակցություն գործընթացների, բայց Իրանը եւս հասկանում է այս իմ նշած տրամաբանությունը, որ 3 գումարած 2-ում ինչքան էլ ինքը 3-ի մեջ է, այսինքն 3 մեծերի մեջ է, ոչ թե 2 փոքրերի, այնուամենայնիվ այդ 3 մեծերից 2-ը եւ Ադրբեջանը որակական առավելություն են ստանում իր նկատմամբ, Իրանի նկատմամբ եւ Իրանը շատ դեպքերում, ես ասեմ, եւ շատ ավելի քիչ դեպքերում բացահայտ, շատ ավելի շատ դեպքերում փակ հանդիպումների ժամանակ Իրանի առանձին պաշտոնյաներ նշում են, որ ընդհանուր առմամբ, եթե պահպանվեն համակեցության կանոնները, այսպես ասենք, իրենք դեմ չեն, որպեսզի դիվերսիֆիկացվի խնդիրը Հայաստանի կողմից եւ դա դրսևորվում է նաեւ այլ
գործողություններով Իրանի։ Օրինակ, այն, որ եթե Վրաստանը միայն օրեր առաջ թույլ տվեց առաջին զենքի խմբականակը գա Վրաստանով Հայաստան, ապա Իրանը արդեն 1 տարի է այդպիսի հնարավորություն տալիս է, հնդկական զենք զինամթերքը գալիս է Հայաստան, ընդ որում արդեն կան նոր պայմանագրեր, նոր զինատեսակների 155 մմ տրամաչափի հաուբիսներ է գնելու ինքնաշարժ Հայաստանը, ինչը որակական առումով Հայաստանի հրետանու փոփոխություն է ենթադրում, մեր հրետանին հիմնականում կազմված էր այնպիսի զենքերից, որոնք անհրաժեշտ է լինում կրկցորդով տանել ինչ-որ միտեղ, իսկ սրանք ինքնագնաց ուրեմն հաուբիսներ են, Սա մի փոքր շեղվեցի, այնուամենայնիվ տարածաշրջանացումը կամ տարածաշրջանի փակումը Հայաստանի համար իհարկե արհավիրք է եւ խնդիր է, բայց նաեւ որոշակի խնդրահարույց է Իրանի համար։ Իրանը կարող է խոսել 3+2-ի մասին, կարող է ժամանակ առ ժամանակ իր մոտ անցկացնել ինչ-որ մի բան եւ հրավիրել մյուս պետություններին, բայց այն, որ Իրանը որոշակի առումով ցանկանում է ինչպես ասացի, զգուշավորության պահպանմամբ արևմուտքի ներմուծում մեր տարածաշրջան եւ արևմուտքի ներկայություն եւ ոչ միայն արևմուտքի, ես նշեմ, նաեւ այլ քաղաքակրթական կենտրոնների ու կամ ուժային կենտրոնների, դա եւս ակնհայտ է։ Դες Բաքվի այդ համահունչ հայտարարությունը նշեցիր, հետաքրքիր է, չէ՞, որ այս ֆոնի վրա տարածաշրջանը այցելում բրիտանական մինիստրը Եվրոպայի գործերով եւ բավականին բովանդակալից են նրանց հանդիպումներից հետո ռելիզները։ Սա նույնպես նոր իրավիճակի արձանագրում է, հասցնում են հայ հանրությունը անընդհատ այդ նորությունները արագ ընկալել, ճիշտ վերաբերմունք մշակել այս ամենին, չէ՞ որ երկար տարիներ ռուսական ռոպագանդան փորձում էր նույն ասենք Բրիտանիայի հարցում ներկայացնել, որ բացառիկ Ադրբեջանի դաշնակից եւ ոչ ասենք Հայաստանի։ Շատ մեծ դժվարությամբ ես ասեմ Բրիտանիայի հետ կապված շփումները սկսել են շատ ավելի շուտ, այս վերջին ժամանակներս է հայտնի դարձել, ես ճիշտ ասած այն ժամանակ երբ արդեն տեղյակ էի դրանց մասին, որոշ մարդկանց այդ շփման ընթացքում եւ որոշ մանր ու միջին պաշտոնյաների, ովքեր հասանելիություն չունեն այդպիսի տեղեկության նկատմամբ, նաեւ իմ շրջապատում նման խոսքեր ուղղակի Մեծ Բրիտանիայի մասնակցության Հայաստանի հետ համագործակցության մասին ուղղակի խոսել եմ դրանց մասին, առանց նշելու, որ ինչ-որ մի բան կա, եւ արձագանքը մշտապես եղել է նույնիսկ այդ մանրամիջին պաշտոնյաների արձագանքը մշտապես եղել է բացասական։ Ես նկատի չունեմ իհարկե արտաքին գործերի նախարարությունը կամ ուժային կառույցների պաշտպանության նախարարությունը, նկատի ունեմ այլ ինստիտուտների, Հայաստանի այլ ինստիտուտների աշխատողներ, ովքեր անմիջականորեն չեն առնչվում արտաքին քաղաքականությանը, եւ նրանց արձագանքը միշտ եղել է խիստ բացասական, այսպես կոչված այդ սովետական նարատիվը, նավերը, բրիտանական նավերը մեր լեռները չեն բարձրանա եւ այլն, եւ նույնիսկ պատմությունից շատ մարդիկ հետևություններ չէին արել, մենք գիտենք, որ Մեծ Բրիտանիայի զորքն է թույլ տվել Հայաստանին առաջին պատերազմում 1920-21 թվականի դիմակայել Թուրքիային, բրիտանական զենքը։ Այնուամենայնիվ բավական բացասական է եղել եւ այսօր նրանցից շատերը այսպես շատ զարմացած, շատ հիացած եւ ինձ հարցնում են, ասում են, փաստորեն դու այդպես պատահական չէիր Մեծ Բրիտանիան նշում, բայց ամեն դեպքում շատ դժվարությամբ է դա հասնում այն ամենահասարակ մարդկանց հասարակ խավին, ովքեր իրենց առօրյա գործով են զբաղված եւ քաղաքականությանը հետևելու կամ վերլուծելու ժամանակ էլ չունեն խոշոր հաշվով։ Շատ մեծ դժվարությամբ է հասնում եւ այստեղ այ քո ասած այդ խառնակցախմբերը, անորոշությունները շատ են խանգարում, որովհետև մի կողմից եթե գալիս է տեղեկատվություն, որ այսպիսի ինչ-որ մի բան է տեղի ունեցել օրինակ Մեծ Բրիտանիայի հետ եւ Մեծ Բրիտանիան ցանկանում է մասնակցել անվտանգությունը ամրապնդել, մյուս կողմից գալիս է օրինակ ռուսական եւ նաեւ Հայաստանի 5-րդ Շարասյան լրատվականներով Մեծ Բրիտանիան եկել է ու ցանկանում են Հայաստանը փոկել Ռուսաստանից, ցանկանում են գցել Թուրքիայի ջրերը, եթե ռուսները այստեղից գնան թուրքերն են գալու եւ այլն, այսպեսի ինչ-որ նարատիվներ, որոնք բնականաբար այդ իմ ասած հատվածին ժողովրդի, ովքեր
այնպես չի, որ անկիրթ մարդիկ են, ոչ կրթված մարդիկ կան, ինժեներներ կան, մարդիկ կան, ովքեր աշխատում են արդյունաբերությունում եւ այլն, տարբեր ոլորտներում աշխատող մարդիկ կան, ովքեր ուղղակի այդպես վերլուծաբան չեն, մասնագիտական կարողություններ չունեն, նաեւ ժամանակ էլ չունեն այդպես շատ հետևելու, լսելու վերլուծականներ, նրանք անցնում են վերնագրերի վրայով եւ այդ վերնագրերի վրայով անցնելու արդյունքում նրանց մոտ ձևավորվում է հենց այդ իմ ասած նարատիվները, որ բրիտանացիները նորից ցանկանում են մեզ խաբել, թողնել եւ այլն, ընդ որում խաղում են նաեւ սրա վրա։ Այսօր Ալիևը շատ այս խաղը բնութագրող հայտարարություն է արել 3 տարի առաջ Ֆրանսիան չօգնեց Հայաստանին, 2 ամիս առաջ Ֆրանսիան չօգնեց Հայաստանին։ Սրանք եւս բաներ են, որոնք հասնում են մարդկանց եւ մարդիկ սկսում են այդպես վախով կամ զգուշավորությամբ վերաբերվել նաեւ այն քայլերին, որոնք Հայաստանը բավական համարձակ արդեն սկսել է անել։ Տեսեք Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցություն, Նիդերլանդները, Գերմանիան, Շվեդիան, արդեն նորից վերադառնանք Մեծ Բրիտանիան ցանկանում են անվտանգային ներդրում ունենալ, կան նաև ուղղություններ դեպի հարավ, Հնդկաստան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Բահրեյն, Սաուդյան Արաբիա, բայց մարդկանց դա շատ մեծ դժվարությամբ է հասնում։ Մյուս կողմից էլ ես կարծում եմ դա նորմալ է, ես կարծում եմ ցանկացած հասարակություն, որը կլիներ Հայաստանի փոխարեն, այդպես շատ մեծ դժվարությամբ կտրանսֆորմացվեր, ինչը կախված է առաջին հերթին, այսպես ասեմ, նրանից, որ մեր նշած այդ խառնակցախմբերը, մեր նշած այդ ազդեցության միջոցները դեռ աշխատում են ու աշխատում են ամբողջ ուժգնությամբ։ Դες շատ հետաքրքիր բաներ նշեցիր։ Օրինակ գիտես միշտ Ուկրաինայի փորձը բերում են, միշտ բացատրում ենք մեր լսարանին, ինչ տարբերություններ, տրանսֆորմացիաներ կատարվել են այստեղ, ինչ կա, այդ տարբերությունները եւ նաև շատ նմանությունները Հայաստանի հետ։ Այստեղ էլ այդ խմբերը բացատրում էին, որ մենք ոչ ոքի պետք չենք, միայն Ռուսաստանի հետ կարող է լավ ապագա ունենալ Ուկրաինան։ Սա գիտես ինչ որ ժամանակ դեռ այդ ոչ կայուն պահը, հա, այդ անցումային, հա, ինչ որ ժամանակ դեռ ազդում էր։ Բայց ժամանակի ընթացքում հասարակական միտքը, հասարակական քաղաքական գործիչների տրանսֆորմացիա կատարվեց եւ մարդիկ ընկալեցին, որ իրենք են տերը իրենց ճակատագրի, ոչ թե օբյեկտ, այլ սուբյեկտ։ Մենք ինքներս պետք է որոշենք։ Տեսեք, եթե մենք այդ մարդկանց ասածներով, չէ, որ առաջ չէին օգնել, հիմա էլ չեն օգնի, մենք գիտենք ինչ կատարվեց 13-14 թվականին, ով օգնեց, ով չօգնեց։ Եթե այդ լոգիկայով շարժվեինք, մենք պետք է, չգիտեմ, ինչ վիճակում լինեինք, բայց միշտ հարգվում է կամքը եւ գործողությունները։ Շատ ժամանակ առիթ է եղել, ասել եմ, որ Արևմուտքին պետք է հայ հանրության տրամադրությունները ցուցադրել, ինչ է ուզում հայ ժողովուրդը, որովհետև նրանք տեսնում են, ասենք, ընտրված լեգիտիմ իշխանություն, եւ եթե իշխանությունը այս կամ այն քայլերը չի անում կամ անում է մեկ այլ, ասենք, տրամաբանության մեջ, ուրեմն դա ունի ժողովրդի լեգիտիմություն։ Դրա համար, եթե կան ուղղություններ, որը որ, ասենք, ոչ այնքան դինամիկ է, ինչպես մենք կուզեինք, հայ հանրության կարծիքը կարևոր է, Վրաստանը նույնպես օրինակ։ Գիտես, հնացել են այդ նարատիվները, եւ քանի որ ոչ adekvat են այդ մարդիկ, ովքեր որ փորձում են հայերին վախեցնել, կոտրել, այո, կան իրավիճակներ, որ կրկնվում են այս կամ այն ազդեցությունների ճնշման տակ։ Եթե մի ժամանակ եղել է պարսկական, թուրքական, չգիտեմ, արաբական, հիմա այդ ռուսական ազդեցությունն է, բայց հնացել է նրանց այդ նարատիվները, այսինքն հիմա այս ամեն ինչից հետո, երբ որ հայերը հստակ հասկանում են ինչ են ուզում, ուր են գնում, ալճիշտ կողմնորոշվել են, իրենք առաջ էլ են շատ լավ հասկանում։ Կողմնորոշվել, նրանք դեռ փորձում են այդ խառնակիչները գան, ինչ որ հետ տանեն, ինչ որ ոչ տրամաբանական բաներ ասել, կենտրոնի այն ուժը չկա, որը որ կարող է ազդել Հայաստանի վրա, որպեսզի ետ տանի։ Եվ հուսամ հայ հանրության տրամադրության մեջ էլ արդեն այդ հինը ընկալվում է որպես անցյալ եւ պետք է պատրաստվել նոր կյանքին, նոր իրականությանը, որպեսզի զարգանանք, հզորանանք եւ թույլ չտանք ոչ ոքի մեր վրա իր ազդեցությունը տարածել։ Այս առումով բավականին հետաքրքրությամբ կարդացի լուրը, որ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի Ուկրաինայի դելեգացիայի ղեկավարի հետ, Նիկիտա Պատուրաևի հետ։ Սա շարքային լուր չէ, սա նշանակում է Հայաստանը բավականին խորքային աշխատանք է տանում
անվտանգության դիվերսիֆիկացիայի համար, որովհետև մի քիչ ֆորմատից դուրս է, չէ, հանդիպումը, սա նշանակում է խորացված աշխատանք է։ Ինչ ես կարծում հայ-ուկրաինական զարգացումների առումով, ինչ իրավիճակում ենք եւ ինչ ակնկալել։ Ես ճիշտ ասած մեկ հանդիպման արդյունքով նույնիսկ 1-2 բան, որ եղել է սրանից առաջ չէի սահմանափակվի, լավ կլիներ, որպեսզի իշխանությունները շատ ավելի ակտիվ ներգրավեին եւ լավ կլիներ, որպեսզի ուսումնասիրեին Ուկրաինայի անվտանգությանը արևմուտքի օգնության ընդհանուր գործընթացը, որովհետև դրա շատ ավելի փոքր, բայց նմանատիպ ինչ-որ մի բան կարծես թե Հայաստանին առաջարկում է եւ Միացյալ Նահանգներից եւ Եվրոպայից, գումարած, ինչպես ես նշեցի, Հայաստանը նաեւ նման հնարավորություններ է ստանում դեպի հարավ պետություններից, Մերձավոր Արևելքի Միջին Ասիայի որոշ պետություններից, բայց տեսեք, մի կողմից սա հնարավորություն է աշխարհի հետ հարաբերվելու Ուկրաինայի մոդելի նմանությամբ, որովհետև Հայաստանը եւս անցավ նման ճանապարհ, Հայաստանը եւս գտնվում է բարդ տարածաշրջանում, Հայաստանը եւս բախվել է նույն մարտահրավերներին, ինչ մարտահրավերների բախվել է Ուկրաինան, բայց մյուս կողմից մենք ինչքան էլ ասենք չենք կարող չասել ամեն անգամ, մյուս կողմից Հայաստանը կարծես թե մնում է այն տարածություններում, որոնք կապված են այդ անցյալի հետ ու հասարակ մարդը օրինակ երբ լսում է, որ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպել է Ուկրաինայի պատվիրակության ղեկավարին, երբ լսում է, որ Հայաստանը գնում է ռազմական տեխնիկա Ֆրանսիայից, երբ լսում է, որ Միացյալ Նահանգները եւ Մեծ Բրիտանիան հայտարարել են, թե Հայաստանի անվտանգության մեջ ներդրում են կատարելու, եւ միաժամանակ լսում է, որ Հայաստանը հավատարիմ է ՀԱՊԿ-ին եւ Եվրասիական տնտեսական միությանը կամ չգիտեմ, այսպեսի ինչ-որ մի կառույցների, այդ մարդու մոտ ուղղակի անորոշություն է առաջանում եւ հիմնականում սովորական մարդիկ, ես հասարակ կամ հատուկ մարդկանց չեմ բաժանում, հանկարծ ինչ չմեղադրեն դրանում, ես նկատում եմ մարդիկ, ովքեր քաղաքականությամբ այդպես հատուկ չեն հետաքրքրվում, ապրում են իրենց կյանքով եւ քաղաքականության մասին միայն լսում են այսպես ժամանակ առ ժամանակ, այդպիսի մարդկանց մոտ անորոշություն է առաջանում, ինչը ի վերջո բերում է քաղաքական ապաթիայի։ Իսկ քաղաքական ապաթիան Հայաստանում շատ խնդրահարույց է, մենք հիշում ենք, որ նախկին իշխանությունները նախկին տարիներին այսպես սիստեմատիկորեն համակարգված քաղաքական ապաթիայի երևույթ էին սերմանել ժողովրդի մոտ, ես պետք է հիշեցնեմ, որ 98-99 թվականներին, երբ Հայաստանում իշխանություն փոխվեց, նոր իշխանությունը Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ տարես էր ոչ միայն քաղաքական ապաթիայի հիմքեր, ոչ միայն քաղաքականություններ, քաղաքականության զբաղվողներն էին անվանարկվում, ընդհանրապես քաղաքական դաշտը համարվում էր վատ տեղ, որտեղ գնում են վատ մարդիկ, այսինքն նույն սովորական մարդկանց համար, որպեսզի նրանք հավակնություններ չցուցաբերեն, շարժունակություններ ընդհանրապես փակված, նաև կրթության վերաբերյալ էր նման մոտեցում պրոպագանդվում, գիրք կարդալը հետաքրքիր չէ, անձամբ Քոչարյանն էր ասում, ես գիրք կարդալ չեմ սիրում, ավելի լավ է դրա փոխարեն բասկետբոլ խաղամ, ես հիշում եմ, որ հավաքվում էին նախարարներով բասկետբոլ էին խաղում եւ դա ցուցադրում էին հայլուրով որպես ամենակարևոր նորություններից մեկը Հայաստանի նախարարները եւ նախագահը բասկետբոլ խաղացին եւ այլն, ինչը դեգրադացման տանող ճանապարհ էր եւ հենց այդ քաղաքական ապաթիայի միջոցով, այդ դեգրադացման միջոցով նրանք կարողացան 20 տարի վերարտադրվել եւ իշխանություն պահել, իհարկե ի վերջո պայթեց այդ ամենը, որովհետեւ անընդհատ սեղմեց սպանական հնարավոր չի, ի վերջո այն դուրս է թռնում, իսկ այսօր մենք դրանից խուսափելու հնարավորություններ ունենք։ Առաջին հերթին տեղեկատվական հաղորդակցական դաշտը շատ բաց է այսօր, անհամեմատ բաց է 20-30 տարի առաջ էր, 25 տարի առաջ էր, եւ երկրորդ Հայաստանի իշխանությունը եւս, քանի որ ժողովրդավարության ջատագով է, Հայաստանի իշխանությունը եւս հասկանում է դրա կարևորությունը, բայց այն գործիքները, որոնք օգտագործում է Հայաստանի իշխանությունը, ես ճիշտ ասած բավարար չէի համարի, որովհետև ժողովրդավարության մասին մենք հիմնականում խոսում ենք դեպի դուրս, բայց ժողովրդավարության մասին անհրաժեշտ է եւ շատ կարեւոր է խոսել նաեւ դեպի ներս, սեփական հասարակության, սեփական մարդկանց հետ, մարդկանց պետք է բացատրել, համոզել, ցույց տալ, որ դուք ունեք հնարավորություններ, բացվել են հնարավորություններ, եկեք փորձեք իրացնել ձեր հնարավորությունները, կան մարդիկ շատերը, նաեւ իմ շրջապատում, ովքեր չեն փորձում օրինակ ինչ-որ աշխատանքի դիմել, որովհետև ասում են ծանոթ չունեմ։
այսպիսի մարդկանց պետք է հասցնել, որ փոխվել է իրավիճակը, գնա դիմիր, ես նաև շատ ծանոթներ ունեմ, ովքեր ընդունվել են եւ աշխատում են շատ կարևոր բաժնի պետեր, վարչության պետեր, ում անձամբ ճանաչում եմ, ում անձամբ ես եմ համոզել, որ գնա դիմի, գնացել դիմել եւ իրեն նշանակել են առանց ծանոթի, առանց որևէ մեկի պետական ծառայությունում, բայց կան նաև ծանոթներ, ովքեր դեռ մտածում են հին ձևով։ Դա իհարկե տարիների նստվածք է մարդկանց մեջ եւ այդքան հեշտ չի լինելու բացելը, բայց Հայաստանի իշխանությունը լավ կլիներ, որպեսզի այդ ժողովրդավարացման, այդ իրավիճակի փոխման, մոտեցման փոխման մասին նաեւ դեպի ներս շատ խոսեր եւ փորձեր համոզել Հայաստանի հասարակությանը։ Հա, շատ ծանոթ երևույթի մասին էր խոսքը։ Գիտես, այս անցումային պահը մենք պետք է կարողանանք ճիշտ ապրել, անցնել այս ամեն ինչի միջով, որովհետև նույնիսկ քաղաքական ուժերի, քաղաքական էլիտաների մեջ մնացել է դեռ այդ անցումային կերպարը, հա, այսպես ասեմ, նույնիսկ Եվրոպամետ ուժերի մեջ է նկատվում, որ մարդիկ փորձում են հին սովետական մեթոդներով կամ մի քիչ փոխված խորհրդային ժամանակների մեթոդներով եվրոպական դաշտում ինչ որ բանի հասնել։ Իրականությունը ամեն ինչ իր տեղը կդնի, կարևորը կամքն է։ Կարևորը մեր հայ ժողովրդի կամքն է, որ հստակ գնում է դեպի իր պայծառ ապագան կերտելու, որովհետև մեր ժողովուրդը միայն ամենալավին է արժանի։ Տես ԵԱՀԿ խորհրդարանական վեաժողովներ Չեկան, Ռուսաստանը, Թուրքիան եւ Ադրբեջանը։ Սա նույնպես նոր իրականությունն է եւ այն հները, այն խառնակիչները, որոնց մասին դու ասացիր, իրենք պետք է արդեն հասկանան, որ իրենց վերջի սկիզբը առնվազն դրված է, իսկ հարության մոտ կա այդ ընկալումը, որ հստակ թշնամիները որոշված են։ Այսօր այդ հարցը շատ եմ տալիս ընկալումների։ Կարևոր է, հենց այս անցումային պահին շատ կարևոր է այդ ընկալումները, որպեսզի ճիշտ գնահատական դնենք։ Փաստացի Հայաստան չեն եկել թուրքերը, ռուսները եւ ադրբեջանցիները։ Այստեղ ես շարժառիթները տարբեր եմ տեսնում։ Ռուսաստանը մեծ հավանականությամբ ուղղակի պատասխան դեմարշ արեց, բոյկոտ արեց Հայաստանի չգնալուն։ Պատահական չէր, որ Լուկաշենկոն զանգեց Եվրախորհրդի ԵԱՀԿ վեաժողովից առաջ եւ փորձեց համոզել Փաշինյանին, որպեսզի Փաշինյանը մեկնի Բելարուս, Փաշինյանը հրաժարվեց եւ ես կարծում եմ Ռուսաստանն էլ պատասխան բոյկոտ արեց եւ չեկավ Երևան, ինչ վերաբերում է Ադրբեջանին, պարզ է թե ինչու չեն եկել, իրենք չեն ցանկանում գալ այնտեղ, որտեղ արևմուտքն է փաստացի եւ արևմուտքի հետ քննարկումներ կա իրականացնել, առավել եւս եթե դա Երևանն է հենց այնտեղը, որտեղ արևմուտքն էր գալիս, Թուրքիան էլ որպես սոլիդարություն մեծ մասամբ նաեւ իր համար այդպես հարմար առիթ էր հրաժարվելու։ Թուրքիան էլ դրա համար չեկավ, չմասնակցեց։ Այո, այսպիսի երևույթները արդեն քիչ-քիչ հարության, նույնիսկ այն մարդկանց, ովքեր շատ չեն հետաքրքրում, քիչ-քիչ բացում են աշկերը, այսպես ասած, մարդիկ սկսում են տեսնել եւ հասկանալ, որ Թուրքիան, Ադրբեջանը չեն գործում ընդդեմ Հայաստանի եւ Ռուսաստանի, այլ Թուրքիան, Ադրբեջանը եւ Ռուսաստանը մեկ գծի մեջ են, որովհետեւ հակառակ դեպքում այսպիսի իրավիճակներում Ռուսաստանը, Թուրքիա, Ադրբեջան երեք պետությունների անվանումները իրար կողք չէին դնի։ Եվ կար իհարկե հակառուսականության բավական այսպես մեծ ալիք սկսած 2020 թվականից Կարաճոսյանի պատերազմից հետո, ինչը շատ ավելի էմոցիոնալ էր, քան ռացիոնալ, բայց հիմա դա փոխվում է արդեն փաստարկված ռացիոնալ դաշտ, մարդիկ սկսում են իրենց վերաբերմունքը ավելի մշակել, ավելի հղկել եւ այո, հասարակության մոտ նկատվում է որոշակի գիտակցում Ռուսաստանի տեղի, դերի մեր Հայաստանի պետականության, Հայաստանի իշխանության պահպանման գործընթացներում այն մարտահրավերների, որոնք գալիս են Ռուսաստանի պատճառով, եւ այդ պատճառով էլ օրինակ Հայաստանում կա այդ պահանջը Հայաստանի իշխանություններից, օրինակ դուրս գալ հապկից։ Մենք գիտենք, որ Հայաստանի իշխանությունները ամեն ինչ անում են, ինչը բնորոշ է հապկից դուրս եկած պետությանը, ոչ մի բան չեն մասնակցում, ներկայացուցին հետ կանչեցին, ընդամենը 2 օր առաջ էլ դիմեցին հապկին խնդրելով որակարգից հանել Հայաստանի օգնության տրամադրման այդ ծրագիրը, որը Երևանում չէր հաստատվել նախորդ տարի, բայց մնում էր օրակարգում, բայց վերջնական քայլը, վերջին քայլը հապկը լքելու մասին հայտարարությունը Հայաստանի իշխանությունները չեն անում, իհարկե դա հիմնավորելով ինչ որ այլ անվտանգային
ուրեմն հնարավորություններով բայց եւ Հայաստանի Հանրությունը սկսում է արդեն ինքը պահանջել իր իշխանություններից ազատվել այդ բալաստից, ազատվել այդ մեռած, այսպես ասենք, արմատներից, որոնք խանգարում են Հայաստանի առաջընթացին, թեև նորից նշեմ, որ այստեղ եւս ամեն դեպքում ռուսական եւ ամենակարևորը մեր ներքին 5-րդ Շարասյան ռոպագանդան բավական աղճատում է այդ ընդհանուր պատկերը եւ մի կարևոր բան, որի մասին դու նշեցիր, կապված էլի մեր հետ 5-րդ Շարասյան հետ, տես ասում ես, որ տեսնում են մեր էլիտային ընտրված լեգիտիմ ներկայացուցիչներին եւ մեր լեգիտիմ ներկայացուցիչների գործողությունները, բայց չեն տեսնում այն ինչ որ իրենք չեն անում եւ Հայաստանի Հանրությունը ուզում է, Հայաստանի Հանրությանը պետք է։ Այստեղ ցավոք սրտի պիտի նշենք, որ այսպիսի դեպքերում նորմալ հասարակություններում որպես լոկոմոտիվ հանդես է գալիս ընդդիմությունը։ Ցավոք սրտի մենք ձևավորեցինք 21 թվականին այնպիսի ընդդիմություն, որը ոչ թե ցանկանում է ինչ որ մի բան առաջ տանել, որ իշխանությունները չեն արել, այլ ցանկանում են ընդհանրապես խանգարել իշխանություններին, հնարավորինս այնպես անել, որպեսզի իշխանությունները չաշխատեն, ոչ թե իշխանությունները լավ աշխատեն։ Ընդհանրապես ընդդիմության դերը պիտի լինի այնպեսին, որ մղեն իշխանություններին աշխատելու, հետո ցույց տան, որ չաշխատեցին, մենք ավելի լավ կանենք։ Իսկ մեր ընդդիմությունը ամեն ինչ անում է, այսպես ասենք, փայտեր մտցնելու այդ պատտվող անիվի արանքում, ընդ որում շատ դեպքերում իրենց հակասելով են դա անում, նույն իրավիճակի վերաբերյալ տարբեր մեկնաբանություններ տալով եւ հանրությունը մնում է անգլուխ, այսպես ասենք, չկան քաղաքական մեծ ազդեցություն ունեցող ուժեր, որոնք գլխավորեն հանրությանը այդ իշխանություններից պահանջելու եւ նաեւ դրսին ցույց տալու գործընթացում։ Ցավալիորեն իրականությունը դա է, հուսանք, որ 26 թվականի ընտրություններին իրավիճակը կփոխվի եւ մենք կունենանք այնպիսի ընդդիմություն, որը իշխանությանը կնեղի ոչ թե խանգարելով, այլ կնեղի Հայաստանի խնդիրները բացահայտելով եւ ցույց տալով։ Փաստացի այդ ընդդիմություն կոչեցյալը դրանք ռուսական պրոքսիներ են, իսկ որտեղ Ռուսաստանը, այնտեղ Թուրքիան եւ Ադրբեջանը, պարզապես հստակ պետք է ասել, որ սրանք հակահայկական ուժեր են։ Իսկ քանի որ չկա իրական ընդդիմություն, այդ մեր ճշտամիները խոսք ունեն, չէ՞, ասում է Свято место пусто не бывает, անպայման կլինեն, այս անցումային պահը բոլորի մոտ է այդպես։ Այնպես չէ, որ Ուկրաինայում այդպես չի, հենց այդպես էլ եղել է։ Պարզապես տարբեր ժամանակներում ենք անցնում անցումային պերիոդը, մեկը մի քիչ ավելի շուտ, մեկը մի քիչ ավելի ուշ, կարևորը կրկնվեմ, սա մեր ժողովրդի կամքն է հստակ առաջ գնալու, ինչ վերաբերում է այդ խորհրդանական վեհաժողովին, ԵՀԿ-ի նրանց չգալու, իրոք բացի խորքային պատճառները նույնիսկ այդպիսի մակերեսային վերաբերմունք էր Ռուսաստանի, բայց ընդհանուր առմամբ երևի կհամաձայնես իր հետ, որ սա, որ ասում է тройной побег из Երևանը, չէ՞։ Իրանք պարզապես չուզեցան ծեծված լինել Երևանում բոլորի աչքի առաջ եւ հիմա փախել են ամեն մեկը մի ժողովրդական բառով ասելով ծակուցուկից ինչ որ հայտարարություններ են անում, փորձում են եղանակի վրա ազդել, բայց եղանակը փոխվել է։ Ու հիմա այսօր այդ պայծառ արևը հենց Երևանի վրա է, իսկ այդ եռյակը, որ փախել է, սրանց մնացել է միայն այդ ծակուցուկերից խոսելը, համաձայն ես։ Խոշոր հաշվով, այո, բացի Թուրքիայի դեպքից, ես նորից նշեմ, Ռուսաստանը, Ադրբեջանը արդեն Ռուսաստանը բավական ժամանակ է, Ադրբեջանը նոր սկսում են համարվել այդ համաշխարհային ընդհանուր գործընթացի, համաշխարհային ժողովրդավարացման գործընթաց, ասենք թե ընդհանուր շուկայի վերացման գործընթաց, եթե տնտեսագիտական տեսանկյունից նայենք, այդ գործընթացում սև խորհրդներ են դարձել Ռուսաստանը եւ Ադրբեջանը, Թուրքիան դեռ ամբողջությամբ չի ընկալվում այդպեսին, թեև Էրդողանը ինքը Էրդողանի անձով պայմանավորված որոշակի այդպես խնդրահարույց դրսևորումներ ունի եւ դա արևմուտքում ընդունում են, այնուամենայնիվ Թուրքիան դեռևս համարվում է այդպես տատանվող պետություն, որը կարող է չգնալ այդ ճանապարհով եւ եթե Ռուսաստանի եւ նրա այդ սատելիտների օրինակ Ադրբեջանի, Բելարուսի հարցերը լուծվեն, Թուրքիան կհասկանա եւ կվերափոխվի, այսպես է ընկալումը։ Իհարկե, Էրդողանական Թուրքիայի հետ կապված ես նման երազանքներ չունեմ, որ նրանք կարող են ինչ-որ բան հասկանալ եւ ինչ-որ միտեղ վերափոխվել։ Այս պահին երևի թե ամեն դեպքում Թուրքիան ավելի շատ Ռուսաստան եւ Ադրբեջան է, քան հնարավոր արևմուտք։ Գրեթե 1 ժամը շատ արագ անցավ, շնորհակալ եմ, որ ժամանակ ես գտնում նույնիսկ վատառողջ լինելով
մեր լսարանի հետ կիսվել քո մտքերով, քեզ առողջություն, մեր հայրենիքին խաղաղություն եւ պայծառ ապագա։ Հաջողություն։